Բարև ձեզ հայրենակիցներ ջան, ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Բոլորս էլ ուզում ենք այս իշխանությունից օր առաջ, ժամ առաջ ազատվենք։ Բայց չգիտես ինչու մի բան է նկատվում։ Շատերը սկսել են մտածել, թե եթե մի ուժ է առաջ եկել, ինչ են նրանց շարքերը նախկիններից հայտնվում։ Հարգելիներս, եթե այս ձևով մտածենք, ուրեմն ոչ մեկին մենք չենք ընտրի։ Չենք ընտրի, եւ այս իշխանությունը, այս դավաճան թրքածին իշխանությունը կմնա իր տեղում։ Մի քիչ ողջախոհ առողջ մտածեք եւ հասկացեք, որ այստեղ լինել չլինելու խնդիր կա։ Բոլորն էլ այո, սրա ու նրա հետևորդներ են եղել, ոմանք լևոնական, ոմանք քոչարյանական, ոմանք սերժիկական, ոմանք նիկոլական եւ այդպես շարունակ, չգիտեմ ինչական, գրողու ցավական, սենց վերցնենք։ Բայց նրանք հայեր են, դրանք ընտրող զանգվածներն են, որ պետքա ընտրություն կատարեն վերջապես։ Եթե այդ բոլորին հանենք, դե ասեք տենամ, տակը ով է մնալու, ում ենք ընտրելու։ Լավ, սրա նրա ու հետևորդներին դնենք մի կողմ, առհամարում ենք, նրանք թող չգան, չմտնեն, չընտրեն։ Բայց տակով պետք է մնա, մեր ամբողջ ժողովուրդը հենց կազմված է սրանով նրանով։ Բայց խնդիրը այստեղ նրանում է, որ այդ մարդիկ հասկացել են, եթե լևոնականը գալիս է ընտրելու, օրինակ ասենք, Սամվել Կարապետյանի, նա ուրեմն հասկացել է իր սխալը։ Հասկացել է, որ խափնված է եղել։ Ընտրել է Քոչարյանին, այսօր ընտրում է Սամվելին, կամ ընտրել է Սերժիկին, այսօր ընտրում է Սամվելին, կամ Նիկոլին, արդեն հասկանալով, որ երկիրի տանմակործանման ընտրում է Սամվելին, թող գան ընտրեն այն մարդիկ հասկացել են վերջապես։ Առանց այդ էլ ազգը սրա ու նրա հետևորդ է դառը, եթե բոլորին հանենք, սրանք կմնան իրանց տեղը, բայելումը ընտրենք։ Եթե անգամ ինձ ընտրեք որպես պետության ղեկավար, որ ինքս ազգայնական եմ, ոչ մեկ հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ուզում ունենամ, հիմա ինչ է նշանակում, առհամար եմ այդ ընտրազանգված բոլորին, ասեմ դուք ժամանակին սրան ու նրան եք ընտրել, դրա համար ես չեմ ուզում, որ դուք ինձ ընտրեք, դուք դավաճաններ եք, պիտի ասեք Հրանտ Դավթյանին գնաց ընտրեց Նիկոլականը, Քոչարյանականը, Սերժականը, Լևոնականը եւ այլնականները, Հրանտ Դավթյանը ուրեմն նրանց մարդկանցից է, Հրանտ պլյուս Նիկոլ, պլյուս Քոչարյան, պլյուս Լևոն եւ այլն, ամոթա վերջ տվեք այս ապուշություններին ընդհանրապես։ Վերջ տվեք։ Հենց կակրաս սա այն է, ինչ որ ուզում է թշնամին, որ դուք պառակտած մնաք ու ընտրություն չկատարվի։ Առանց այդ էլ Ադրբեջան, Թուրքիա եւ Եվրոպա որոշ շրջանակներ անում են ամեն ինչ, որ այս իշխանությունը դավաճան նորից վերընտրվի։ Դուք հիմա ինչ դրանց ժրաղացին ջուր եք ուզում լցեք։ Թարգը տվեք, վերջ տվեք սրան։ Ուզում են ընտրեն, ում են ուզում ընտրեն, այսօր կարևորը հասկացեք, կարևոր է այն աստիճանի, այն եզրին ենք եկել հասել անդունդի, որ կործանման եզրին ենք, կամ սա մեր վերջին շանսն է, մեր վերջի ընտրությունն է, որ վերջապես նորմալ ընտրություն պետք է կատարենք ու ընտրենք մեկին, որը որ սրա այս դավաճանի կապիտուլյանտի բոլոր արած ստորագրությունները միանգամից մի գրչի ստորագրությամբ կգցի զիբիլի արկղը։ Կճանաչվեն ապազգային որոշումներ եւ այդ բոլոր ստորագրությունները կգցվի աղբանոց։ Կապ չունի։ Բոլորս էլ մեր կյանքում ինչ որտեղ խափնվել ենք, հետո մենք բոլորս աստված չենք, որ չխափնվենք։ Հերիք է, այս տենդենսը շարունակեք, դու վախտին Սերժական էիր, գնաց կանգնավ Սամվելի կողքը, էսի Քոչարյանական էր, գնաց կանգնավ Պողոսի կողքը, ուրեմն այդ Պողոսը Քոչարյանի մարդն է, հիմի ով ում կողքը գնա կայնիդ մարդուն ասել եք դուք դրա մարդն եք, վերջ տվեք, այս է մեր զանգվածը, ընտրազանգվածը սա է, ուրիշը չկա, ուզբեկներն ու տաջիկներն ու ռուսները չեն գալու մեր տեղ ընտրություն կատարեն, ինչ որ մեկի համար։ Եվ հետո մի կարևոր հանգամանք էլ կա։ Այդ Լևոնականը, որ մեղադրում է, Սամվելի կողքը Քոչարյանականը գնաց է կանգնել, ուրեմն Քոչարյանական է, սա սուտ է, էս էլ է սուտ։ Բայց ասողը չի մտածում, բա դու Լևոն ես ընտրել վախտին։ Բա ինչ է ուզածդ։ Լևոնը գա մեյդան նորից ընտրվելու, կասեն, Նիկոլականներից մեկը կամ Սերժականներից մեկը գնաց Լևոնի կողքը կայնավ։ Ուրեմն սա սուտ է, էլի սուտ է։ Սենց որ մտածենք ոչ մի բան դուրս չի գա, էլ եմ ասում, թարգը տվեք ես ամեն ինչի։
Ես երկար ժամանակ ելույթ չեմ ունեցել, թողելով ժամանակի վրա, որտեղ ես գիտեմ վերջը ինչա լինելու։ Ամեն ինչ եթում է իր հունով, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ կախված է մեզ բոլորից է ժողովրդից։ Այն ինչ որ հիմա ես ասեցի։ Մի պիտակավորեք, մի պախարակիկ սրահուն նրան։ Սամվելի կողքը կուսակցության գնաց կանգնավ, չգիտեմ ես ինչը նախքին Սերժական էր, նախքին Քոչարյանական է, Պողոսը նախքին Լևոնական է, այսի Նիկոլական էր գնման դե։ Արա ով ուզում է թողեթան։ Թողեթան։ Եթե նա իր սխալը հասկացել է։ Դրա համար էլ գնում ընտրի Պողոսին, որ պրծնես կեղտից։ Եթե կապիկությունը անում, այդ դեպքում էլ խի այդում Սամվել ընտրի Պողոս Պետրոս ընտրի, նա կընտրի նորից Նիկոլին, կմնա Նիկոլի հետ։ Ուրեմն մարդն ուզում է, չէ՞ որ ազատվի այս կեղտից։ Որտեղ սա վիճակ չի, ապրելու ձև չի այլևս։ Սա սենց։ Երկրորդ, սա կոչ համարեք ժողովրդին։ 7 շրջանները կապիտուլյանտը հանձնեց։ Ոչ թե հանձնեց, այլ վաճառեց։ Ոչ մի բան հենց այնպես չեն հանձնում։ Դա անհնարին բանն է, եթե մեջը բան չկա։ Գումար չկա։ Վաճառեց 7 շրջանները։ Վաճառեց Արցախը։ 5000-ից ավել երևի 7-8000 զոհեր տվեց, ինչքան էլ վիրավորներ ու ինվալիդներ։ Մերժում է ցեղասպանությունը։ Փորձում էր քանդել ծիծեռնակաբերդը, հուշահամալիրը ցեղասպանվածների։ Ազգային դպրոցներից հանում է այն ամեն ինչ որ ազգային է։ Հանում է մարդու, գնում է, տենց անելով գնում է։ Հայաստանի որոշ շրջաններից տվել է։ Հարձակվեց եկեղեցու վրա, որ քանդի մեր հավատքը, կոտրի մեր հավատքը։ Ես բազմից եմ ասել, ոչ թե խնդիրը հոգևորականը չի, նա հենց եկեղեցին մեր հավատն է ուզում կոտրի։ Ուզում է 300 կլինի, թե 400,000 ադրբեջանցի բերի լցի, դրանք են ադրբեջանցիները չեն, որ նախկինում գնացել, նրանք արդեն մեռը գնացել են։ Ադրբեջանից եկողները կստանան ադրբեջանական անձնագրեր, եւ դրանք են տերորիստ ու մարդասպան վամպիրներն են, ովքեր 44 օրվա պատերազմի ժամանակ կռվել են մեր դեմ։ Այ Ալիևը դրանցից է ուզում ազատվել, կեղտերին հավաքի, ամբողջ կրիմինալ աշխարհին, հանցագործ, մարդասպաններին, բերդերից էլ ազատի բոլորին, տա անձնագրեր, ասի այս սրանք են նախկինների երեխաներն ու թոռներն են, դուք պետք է ընդունեք, ու դուք տավարի պես պետք է ընդունեք, այս մարդը բերում է, որ ընդունի, բերի լցից թե։ Սա էլ սենց, որ հետո շատանան մեր երկրի հերանից են, մզգիթներ հետո պետք է կառուցի։ Եվ այլն բաներ, ես կարող եմ բազմաթիվ բաներ ասեմ, այս մարդը շարունակում է իր կեղտոտ գործը, դուք բոլորդ լավ տեսնում եք ինձանից լավ։ Եվ այսքանից հետո մարդիկ կան, որ պետք է գնան ընտրեն, այդ ինչի համար է կապիտուլյանտն ասում, կտեսնեք 85% մենք ձայներ ենք հավաքելու, կամ այդ Ալեն Սիմոնյան զիբիլ այդ ղախպի տղեն, որ ասում է արեք մարջ գանք, սրա խոսալու ձևը փողոցային ձև մարջ գանք, մենք 85% ձայն ենք հավաքելու։ Սա ձեզ ոչինչ չի ասում, հələ ընտրությունները չսկսված, այս մարդիկ արդեն ասում են տոկոսային հարաբերությամբ ինչքան տոկոսի ձայներ կհավաքենք 80-ից 85-ի արանքում ու մենք էլի կընտրվենք եւ անունը դրել են ժողովուրդն է մեզ էլի ընտրելու։ Սա ձեզ չի հուշում, ամբողջ սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ 0 ձայներ չունեն, շատ մի 2-3% ձայն հավաքեն։ Բայց այս մարդիկ էլ եմ ասում, շեշտում են 80-ից 85, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կեղծելու են, ամեն ինչ անելու են, իրենք վստահ են, նրանք պարզ ասելու են, այո, մենք կեղծելու ենք ու էլի մնալու ենք։ Հենց որ խեղճներն իրենց գլուխները հավաքեք։ Ու ձեր խոսքի ու ձայնի տերը եղեք, այս հրա դեմը առեք, որ նորից չվերընտրվեն։ Ոչ թե նստեք ու իրար կերեք։ Առայժմ այսքանը։